Ողջույն հարգելի հետևորդներ, կրկին Նարեի խոհանոցում ենք եւ այսօր ձեզ հետ միասին պատրաստելու ենք շատ համեղ եւ տնական նրբաբլիթներ լցոնված տապակած մսով։ Սա մեր ընտանիքում շատ սիրված ուտեստ է եւ հարմար է թե նախաճաշին եւ թե ընթրիքին։ Սկզբում պատրաստելու ենք միսը, տապակելու ենք այն, այնուհետև կպատրաստենք նաև նրբաբլիթները եւ արագ կփաթաթենք։ Հիշեցնեմ նաև, եթե դեռ չեք բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք նմանատիպ համեղ եւ արագ փորձված բաղադրատոմսեր։ Սկզբում, ինչպես նշեցի, պատրաստում ենք միսը։ Վերցրել եմ ընդամենը 1 կգ միս, որից կես կիլոգրամը խոզի աղացած միս է, նախապես աղացել եմ 1 կգ տավարի միս է, 2 գլուխ սոխ է անհրաժեշտ, հիմա մանր կտրատում ենք, տապակելու ենք կարակով, մինչև ոսկեգույն դառնալը։ Այնուհետև կամելացնենք նաև համեմունքներ եւ վերջում կապելացնեմ նաև թարմ կանաչի։ Այսքանը հարգելիներս մնացեք ինձ հետ եւ հետևեք։ Նախապես նշեմ, որ բաղադրատոմսը բոլոր մանրամասնություններով կթողնեմ մեկնաբանությունների բաժնում։ Հարցերի դեպքում կպատասխանեմ, հարգելիներս, թողեք նաև ձեր մեկնաբանությունները։ Ինչպես տեսակ, մի փոքր կարակով տապակելու ենք մանր կտրատված սոխը, կտապակենք այնքան մինչև ոսկեգույն դառնա եւ կավելացնենք միսը։ Ինչպես անել, որպեսզի միսը ավելի հատիկ ստացվի եւ չկպնի իրար, անընդհատ պետք է խառնել տապակելու ընթացքում։ Այդ ընթացքում նաև ավելացնում եմ համեմունքները, աղ, սև պղպեղ եւ կարմիր պղպեղ։ Վերջում կավելացնեմ նաև թարմ կտրատված կանաչի։ Ինչպես տեսնում եք, միսը արդեն պատրաստ է, կթողնենք, որպեսզի հանգստանա եւ սառչի։ Այդ ընթացքում կպատրաստենք նաեւ նրբաբլիթները։ 3 ծու է անհրաժեշտ, աղ ըստ ճաշակի, 3 կտալ ձիթապտղից հետ, 2 լիտր կաթ եւ ալյուր այնքան, մինչև ստացվի հարթ զանգված։ Հարգելիներս, կոտրեցի 3 ծուն, ավելացնեմ աղը, ձիթապտղի յուղը եւ ալյուրը, ստանալով հարթ եւ ոչ շատ խիտ խմոր։ Խմորը պատրաստելուց հետո անպայման պետք է թողնել կես ժամ հանգստանա, որպեսզի նրբաբլիթները ավելի արագ եւ նուրբ ստացվեն։
Ինչպես տեսնում եք, հարգելի հետևորդներ, շատ հարթ եւ գեղեցիկ զանգված է ստացել, 30 րոպե թողել եմ հանգստանալու, այդ ընթացքում տակացրել եմ թավան, ասեմ, որ պատրաստելու եմ 2 թավայով, առայժմ սկսեցի 1-ով, բայց կավելացնեմ 2-րդ թավան, որպեսզի արագ ստացվի եւ կսկսեմ տապակել նրբաբլիթները, այն ստացվում է շատ բարակ եւ նուրբ։ Ահա տեսեք ինչպիսի գեղեցիկ եւ փափուկ նրբաբլիթներ է ստացվել, չի ճակում ընդհանրապես, շատ նուրբ է եւ փորձված բաղադրատոմս տարիներ շարունակ մայրիկս այս նույն բաղադրատոմսով է պատրաստել, ես էլ նույն բաղադրատոմսով եմ պատրաստում։ Դե ինչ հարգելի հետևորդներ, եթե ձեզ դուր եկավ իմ բաղադրատոմսը, ապա խնդրում եմ բաժանորդագրվեք իմ ալիքին եւ սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նմանատիպ, արագ, համեղ եւ իհարկե փորձված բաղադրատոմսեր։ Ես արագ սկսեմ փաթաթելը, հարգելի հետևորդներ, իսկ ձեզ հիշեցնեմ, որ Նարեի խոհանոցում եք, չմոռանաք բաժանորդագրվել, հետևել իմ ալիքին, կիսվել նաև ինչու չէ ձեր հարազատների ու մտերիմների հետ այս փորձված եւ համեղ բաղադրատոմսով։ Դե ինչ հարգելիներս, առողջ մնացեք, մինչ հաջորդ հանդիպում։